Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի հիշողություն ու ազգային իրավունքներու պաշտպանությունը, Արմենակ Աբրահամյան, Բեյրութի մեջ պատերազմը գմտնե նոր վտանգավոր շրջան, լրությունը վտանգավոր զենք, գիտնականի գոշտ զգուշացումը, բարձր ջիջ, ցեղասպանության կենդանի վկայությունը, շնորհավոր Սուրբ Սադիկ, Գարսի անցյալն ու ներկան, աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Այսօր մենք կանդրադառնանք Արևմտյան Հայաստանի եւ Արցախի պատմական եւ ժամանակակից իրավունքներու պաշտպանության ուշադրություն դարձնելով վերջին քաղաքական եւ միջազգային զարգացումներուն։ Արևմտյան Հայաստանի ղարավարություն եւ ազգային խորհուրդը կգրտնեն։ Կատարված ցեղասպանության մեղավորները պետք է պատասխանատվության կանչվին դիվանագիտական եւ իրավական միջոցներով։ Սա չի նշանակեր անմիջապես ռազմական գործողություններ կամ անձնական պատժամիջոցներ։ Նպատակն է փաստաթուղթերով, պատմական տվյալներով եւ փաստերով ցույց տալ պետություններու պատասխանատվությունը եւ լուծումներու ներգրավելով միջազգային գազམ་ագերբությունները, ՄԱԿ, Եվրոխորհուրդ եւ այլ քաղաքական եւ իրավական հարթակներ։ Արևմտյան Հայաստանի եւ Արցախի ազգային հիշողությունը կհանդիսանա անվտանգության եւ իրավական պայքարի հիմքը։ Այն կապահովե, որ ցեղասպանության հետևանքները չմոռցվին եւ մեր իրավունքները պաշտպանվին։ Այս պայքարը կդարվի ոչ միայն քաղաքական դաշտին մեջ, այլև միջազգային դատարաններու առջեւ պաշտպանելով մեր քաղաքացիական եւ պետական իրավունքները։ Այս տարի ապրիլ 24-ին ամբողջ հայությունը պիտի ստեղծե միության եւ հիշողության մեծ խորհրդանիշ։ Առաջ պիտի կա ազգային միասնությունը Արևմտյան Հայաստանի դրոշի ներքև ցույց տալու համար, որ հայ ազգը կենդանի է, պատրաստ է իր պատմական իրավունքներու պաշտպանության եւ ոտքի կանգնած է նոր սերունդներու համար։ Արևմտյան Հայաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ գործակցության, ներկայացնելու ճշմարտությունը եւ հասնելու միջազգային ճանաչման, ինչպես նաեւ պաշտպանելու մեր պատմական եւ ժամանակակից իրավունքները։ Սա պիտի ըլլա ոչ միայն քաղաքական, այլև իրավաբանական եւ դիվանագիտական պայքար, ապացուցելու համար, որ մեր հիշողությունը չի կրնար ոչնչացվել։ Արևմտյան Հայաստանի եւ Արցախի իրավահաջորդները պատրաստ են ամեն օր ծառայելու ազգի շահերուն, պաշտպանելու հիշողությունը, պատմական արժեքները եւ իրավունքները, ցեղասպանության հետևանքները չմոռնալու եւ ազգի անվտանգությունը պահպանելու համար հիշողությունն ու միասնությունը պիտի շարունակեն մնալ ազգային քաղաքականության եւ միջազգային գործիքակազմի առաջնային մասը։ Բեյրութի հարավային արվարձանները արավոտյան ցնցված են հզոր բայթումները։ Իսրայելյան բանակը հայտարարած է, թե գահարված է Հեզբոլլահի ենթակառույցները միաժամանակ կանթելով գամուրջներ ուժերու տեղափոխումը կանխելու նպատակով։ Ականատեսները կհաղորդեն ձուխի սյուներու բարձրացում եւ մայրաքաղաքի մեջ տիրող խոճապի մասին։ Հարվածները կշարունակվին նաեւ երկրի հարավը, ուր գամուրջներու ավերումը կմեկուսացնե ամբողջ շրջաններ։ Լիբանանի տվյալներով փախումներու 1 ամսվան ընթացքին զոհերու թիվը անցած է 1300-ը։ Միևնույն ժամանակ նույնիսկ բայթումներու պայմաններուն մեջ մարդիկ կշարունակեն հավաքվել եկեղեցիներուն մեջ, սակայն իրավիճակը կմնա ծայրահեղ լարված։ Սուրեն Մանուկյան գդրուկ արձագանքած է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններուն, ընդգծելով, որ գիտությունը չի կրնար ենթարկվել քաղաքական թելատրանքներու եւ նման մոդեցումը կնշանակե քրակնություն։ Ան շեշտած է, որ Արցախի մեջ տեղի ունեցածը իր անունով չգոչելը կրնա վտանգավոր հետևանքներ ունենալ, փանալով նոր վտանգներու թուր։ Իր համոզումով հայրու ցեղասպանության ճանաչումն ու դադարդումը ոչ միայն պատմական, այլև անվտանգության հարց է, իսկ լրությունը կբերե անորոշ եւ վտանգավոր ապագա։ Ներկայացված են բացառիկ վավերագրական պատկերներ, որոնք կպատկերեն հայրու ցեղասպանության հետևանքները Արևմտյան Հայաստանի մեջ։ Պատկերներուն մեջ կտեսնվին հայ քաղաքտականներ, հատկապես կիներ եւ երեխաներ, որոնք հարգաթրապար լքած են իրենց բնակավայրերը եւ տեղափոխված անապատային շրջաններ։ Պատմաբաններու տվյալներով 1894-ին 1923 թվականներուն իրականացված զանգվածային տեղահանումները ուղեկցված են այսպես կոչված մահվան երթերով, որոնց ընթացքին հազարավոր մարդիկ զոհված են սովեն, ծարավեն եւ հիվանդություններ են։ Մասնակիցներու կարծիքով նման վավերագրական նյութերը կարևոր վկայություններ են, հիշեցնելու անցյալի ողբերգությունները եւ ընդգծելու պատմական հիշողության պահպանման նշանակությունը։ Այս տեսարանները կշարունակեն մնալ ոչ միայն պատմության փաստագրում, այլ նաև զգուշացում ապագայի համար։ Ինչպես Քրիստոսը հարություն արավ գերեզմանեն, նույնպես էլ այսօր գրգին հարություն գառնե Արևմտյան Հայաստանը մեր նախահայրերու երգիրը։ Արևմտյան Հայաստանի մեջ մեր հայրենիքի վերականգնումը երազանք չէ, այլ պայքար, զոր կմղենք սերունդ թե սերունդ նույն հավատքով, որ դիմացած է դարերու ընթացքին։
Գարսը տարեր շարունակ եղած է ռազմավարական հանգույց։ Տեսարանները ցույց կտան ժամանակի ընթացքին փոփոխությունը։ 20-րդ տարու սկիզբը խիտ հայկական տաղամասերով, իսկ այսօր 5 գառույցներու մեծ մասի գորուստով։ Մնացած են միայն քանի մշինություններ, ինչպես Օսմանյան առանձնադուներ եւ Սուրբ Արաքելոց եկեղեցին։ Գարսի Պերտը գառուցված 13-րդ տարուն Դագավին Գանքուն է վկայելով քաղաքի հարուստ անցյալը։ Արևմտյան Հայաստանի կարևոր կետրոններեն մեկը եղած է, անցնելով բյուզանդական, սելջուկյան եւ օսմանյան շրջաններեն, ինչպես նաեւ եղած է Պակրադունյաց մայրաքաղաքը եւ 19-րդ տարուն ռուսական դիրաբեդության մաս։ Պատմական ժառանգության պահպանումը այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդոներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կապրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունը պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։